Հալելույա։ Տեր այստեղ է եւ նրա ներկայությունն այստեղ։ Այսօր իմ քարոզի թեման լինելու է հավատարմություն, մենք վերցրել ենք մի ամսյակ, որ խոսելու ենք հավատարմության մասին։ Որտեղ շատ կարևոր է, որ մենք լինենք հավատարիմ մեր Տիրոջը, որտեղ երկինք մտնողների համար Աստված խոսք ունի, հալելույա։ Երբ որ մենք կհանդիպենք Տիրոջը դեմ առ դեմ, լսենք այն խոսքը, որ իր շուրթերից դուրս կգա եւ կասի բարի եւ հավատարիմ ծառա, ներս մտիր եւ վայելիր այն, ինչին դու արժանի ես։ Գիտեք, այդ արժանի լինելու ժամանակահատվածը Աստված տվել է մեզ այս անցողիկ կյանքի մեջ, որտեղ խոսքն ասում է մենք պանդուխտ ենք այս աշխարհի մեջ, եկանք ու գնացինք։ Եվ այդ ընթացքը, որը մենք այսօր անցնելու ենք իրար հետ, հալելույա, նրա տան մեջ, դա թույլ է տալու Աստծուն տեսնելու այն ամենը, ինչ որ կատարվում է իր տան մեջ եւ ինչ որ կատարվելու է յուրաքանչյուրիս կյանքում։ Որովհետեւ Աստված սպասում է մեզ եւ Աստված շահագրգռված է, որպեսզի մենք իր կամքը կատարելով, հավատարիմ լինելով այդ խոստմանը, որ տվել ենք իրան եւ վերցնելով նրա ծածկոցը մեր վրա կարողանանք հաղթարենք այս չար աշխարհում բերված բոլոր հարձակումներին։ Բայց դրա համար մեզ պետք է, որ մենք կարողանանք Աստծուն այնպես ցույց տանք մեր կյանքը, որտեղ ոչ մի ծածուկ բան չկա, որտեղ ամեն բան բաց է եւ ասում դու տեսնում ես, իմ սիրտս քննում ես, իմ երեկամունքները քննում ես։ Այնպես չի, որ մենք գալիս ենք այստեղ, Աստված չգիտի մեր առօրյան, Աստված չգիտի թե մենք ոնց ենք շարժվում, ոնց ենք ապրում, ոնց ենք ծառայում եւ իրար հետ ոնց ենք վերաբերվում։ Աստված ամեն բան գիտի։ Եվ Աստված ամեն բան տեսնում է։ Եվ Աստված ուզում է փոխի իրավիճակները, այն իրավիճակները, որը թույլ կտան Աստծո խոսքի իրականությունը նրանց համար, ովքեր որ հավատարիմ են։ Եվ Աստված ուզում է տեսնի այդ հավատարմությունը, Փառք Հիսուսին։ Գիտեք, գիշերվային աղոթքի ժամանակ, երբ որ ես աղոթում էի, Տերը մի հետաքրքիր բան ցույց տվեց։ Դու պատրաստ ես գնալ առուծների գուբը, դու պատրաստ ես գնալ միջև վերջ, դու պատրաստ ես տանելու այն բոլոր հակառակությունները, որոնք այսօր կատարում են քո շուրջը։ Գիտեք, ինչքան է սատանան հակառակված ամեն մեկիդ համար։ Նա ամեն ինչ բան անում է, որպեսզի մաղի քեզ, մաղի քո հավատքը։ Գիտեք, շատ ժամանակ մենք անտարբեր ենք այն ամենին, ինչ որ Աստված ուզում է անի, որտեղ մենք քաչ չենք անում դեպի Աստծուն, քաչ չենք անում դեպի այն գիտությունը, որը թույլ է տալիս մեզ դեմ կանգնելու սատանային, որ նա փախնի։ Եվ շատ ժամանակ մենք այդ սպառազինությունը դնում ենք մի կողմի ու սկսում ենք ապրել մեր կամքով եւ մեր ցանկություններով։ Բայց այսօր օրն է, այսօր օրն է, որ Աստված խոսք ունի եւ ուզում է բարձրացնի ինձ հավատքով, որտեղ մենք գիտենք, որ միայն հավատքով կարող ենք հաղթահարել այն սատանայի բոլոր հնարքները, որոնք այսօր ինքը ուզում է իրագործի յուրաքանչյուրիս կյանքում։ Եվ այնպես չի, որ դա, գիտես, այն կյանքն է, որը որ մեզ տանում է դեպի այն հանգստություն, խաղաղություն։ Այո, հանգստություն, խաղաղությունը երկնքում մենք կվայելենք Տիրոջ հետ։ Բայց այստեղ մենք պետք է անցնենք մի ճանապարհ, որտեղ մենք պետք է ապացուցենք Աստծուն, որ մենք արդար ենք, որ մենք սուրբ ենք, որ մենք ճիշտ ենք նրա մեջ, հալելույա, եւ ուղիղ է մեր սիրտը նրան։ Դու այստեղ ես։ Եվ այսօր օրն է, ու ես հավատում եմ, որ այսօր ամեն ծուր բան Աստված մեր միջից կհեռացնի, որ մենք կհրաժարվենք այն ամենից, ինչ որ ծրվում է մեր կյանքում, որովհետև դա խանգարում է մեզ ուղիղ կանգնելու Աստծո առջև։ Եվ մենք այսօր տեսնում ենք, թե ինչքան մարդիկ են ծրված, ինչքան մարդիկ են հեռացած, ինչքան մարդիկ կոտրված են, բայց ոչ թե Աստված է կոտրում, այլ իրենք են իրենց կոտրում, որտեղ ոչ սատանան կարա կոտրի, ոչ էլ դիվական աշխարհը կարա կոտրի մարդուն, եթե մարդը չուզի։ Որտեղ սա պայքար է գնում եւ մենք չպետք է ուզենք, որ սատանան ինչ-որ բան անի, որտեղ Աստված միշտ ուղարկում է իր մարգարեական խոսքը մեզ զորացնելու եւ խոսքը ասում է զորավոր ես դու, հալելույա, դու ուժ ունես, որտեղ հավատում ես ինձ։ Բայց արդյոք մենք հավատում ենք, որ Աստվածը տալիս այդ հնարավորությունը հաղթարելու բոլոր դժվարությունները եւ հաղթանակով դուրս գալու իրավիճակներից։
Ով է ուզում այսօր, հենց այսօր հաղթանակած դուրս գնա ու գնա իր տունը։ Սաղմոս 101 Փառք Հիսուսին, ասա փառք Հիսուսին։ Արեք կարդանք Սաղմոս 101-ը, սրանից կսկսենք։ Այս Սաղմոսով։ Ողորմություն եւ իրավունք երկեմ քեզ, ով Տեր, Սաղմոս ասեմ։ Իմաստությունով կգնամ կատարելության ճանապարհում։ Գիտեք, Աստծո ճանապարհները կատարյալ են։ Բդտվիր կողքինիդ ասա, Աստծո ճանապարհները կատարյալ են։ Գիտեք, շատ ժամանակ մենք ասում ենք, օ, Տեր իմ Աստված, մեզ կատարյալ դարձրա, հալելույա, մենք ուզում ենք կատարյալ լինենք, բայց որտեղ են այդ կատարելությունը ստանում Տիրոջ ճանապարհների մեջ, որտեղ Տիրոջ ճանապարհները կատարյալ են։ Ոչ մի բան ծռված չի։ Ոչ մի հակառակություն չկա այնտեղ, ոչ մի չարություն չկա, ոչ մի դժվարություն չկա, որտեղ այս ճանապարհների մեջ կանգնած են Աստծո սուրբ հրեշտակները, պաշտպանելու բոլոր նրանց, ովքեր ընտրել են այդ ճանապարհը։ Կաստ է մարդը, որ ընտրել այդ կատարելության ճանապարհը։ Ես ընտրել եմ։ Փառք Հիսուսին։ Եվ տեսեք ինչ ասում, իմաստությամբ, և խոսք ասում է, ով որ իմաստությամբ պակաս ունի, թող խնդրի և ես առատապես կտամ։ Գիտես, մենք իմաստության պակաս ունենք, ու հիմա ինչ որ ասենք, Աստված անելու է, ով է ուզում այսօր իմաստություն ձեռք բերի։ Ասա Հայր, խնդրում եմ, տուր ինձ իմաստություն, որ ես իմաստորեն մտնեմ այս ճանապարհի մեջ։ Որտեղ խոսքն ասում, հալելույա, ամեն, իմաստությամբ կգնամ։ Որտեղ եթե ես իմաստություն չստանամ Աստծուց, ես չեմ կարա գնամ այն ճանապարհով, որ Աստված ինչ արեք կանչել է ինձ։ Եվ ինձ իմաստության պակասն է, գիտության պակասն է, որ միշտ հակառակվում է Աստծո ճշմարիտ ճանապարհին։ Հավատքին։ Եվ հավատքը այսօր Աստված ավելի բարձր տեղում է դնում, որպեսզի մենք իր հավատքը ունենալով կարողանանք դեմ կանգնենք եւ սատանան փախչի։ Գիտեք, ես խոսում էի մեկի հետ, նա ասում է, ես չէի հավատում, որ սատանա կա, չեմ հավատում, որ անեծք կա, բայց երբ որ հանդիպեցին, հասկացամ, որ համ չար աշկ կա, համ թուղթուգիր կա, համ կախարդություն կա։ Գիտեք ինչ է, շատ ժամանակ մարդիկ անտեղյակ են, թե իրանց շուրջը ինչ է կատարվում, որտեղ մենք լավ գիտենք հոգևորներս, թե հոգևոր աշխարհում ինչ պատերազմ է գնում։ Հալելույա։ Եվ Աստված ոնց է տալիս մեզ ուժ եւ զորություն հաղթահարելու եւ դեմ կանգնելու սատանային։ Որտեղ նա ռեալ է։ Հաջորդը։ Եվ չէ, կներեք, հետ արեք, հալելույա։ Երբ կգաս ինձ մոտ, իմ սրտի անմեղությունով կգնամ իմ տան մեջ, հալելույա։ Ով է ուզում, որ իր սիրտը էլ չմեղադրի իրան։ Երբ որ Տերը գալիս է, ինքը ներում է մեր մեղքերը, եւ մենք խաղաղություն ենք ձեռք բերում։ Հալելույա, ամեն, որտեղ այլևս մեր միտքը չի տանջում մեզ, որ մենք մեղավոր ենք եւ մահվան արժանի, այլ գալիս է նոր միտք, որ Տերը մեզ կյանք է տվել եւ մահվան ճիրաններից ազատել է։ Այո, երբ որ դու գաս, իսկ այսօր, ասա այսօր, նա եկել է, որպեսզի մեր մեղքերը քավի եւ մենք այդ անմեղ սրտով գնանք տուն։ Ասա ես այսօր փոխված եմ գնալու։ Ձեռներ բարձրացրա ու ասա Տեր, շնորհակալ եմ, որ դու այսօր ինձ փոխելու ես, որ ես փոխված գնամ, ուղղված, հալելույա։ Հաջորդը։ Իմ աչքի առաջին չար բան չեմ դնի, աներություն գործողին ատում եմ նա ինձ չմոտենա, հալելույա։ Փառք Տիրոջը, լավ խոսք է։ Ասա բամբասողը թող ինձ չմոտենա, հակառակվող թող չմոտենա, իմ աչքի առաջին չար բան թող չանեն։
Ինչքան մարդ կան, որոնք այսօր չարությամբ լցված են եւ հենց քո գլխին չարություն են բերում։ Կան մարդիկ։ Ասա այսօր ամեն բան փոխվելու է դեպի բարին։ Ասա Տերը փոխելու է դեպի բարին։ Եթե ես հրաժարվեմ այդ մարդկանց լսելուց։ Որտեւ գալիս են մարդիկ ու ինչ են անում չարությամբ են լցվում, ու սկսում են չարությամբ խոսել։ Օ, ինչ կա այդ եկեղեցու մեջ։ Քեզ խաբում են։ Դա ճիշտ չի։ Գիտեք ինչ անում սատանան չար մարդկանց օգտագործում է, չասես որ կա, ոչ մեկը բարի չի։ Մեկն էլ չկա։ Մենակ Աստված է բարի, եւ նրա բարության մեջ, նրա ճանապարհի մեջ մենք ինքստիկյան, եթե մտնում ենք, դառնում ենք բարի։ Որտեղ չար բան չի կարա բնակվի Տիրոջ մեջ։ Եթե մենք Տիրոջ մեջ ենք, մենք բարի պետք է լինենք։ Ու իմանանք։ Հալելույա։ Իսկ վայ նրան, ով որ գիտի ու չի անում։ Մարդկանց թե որ գիտի, որ Հիսուսն է Տերը։ Եվ նա է դատավորը։ Փառք Հիսուսին։ Ասում է ատում եմ անօրինություն գործողին։ Ով են անօրինություն գործողները։ Նրանք ովքեր որ չեն պահում Աստծո պատվիրանները։ Ստես, որ Աստծո խոսքը ասում է սիրի չի սիրում, ասում է ների չի ներում, ասում է հնազանդվի չի հնազանդվում, ասում է խոնարհվի չի խոնարհվում։ Այդ մարդիկ անօրեն են, որովհետև անօրինական ոչ մի բան Աստծո մոտ չկա, ամեն բան օրինավոր է։ Ասա Աստծո մոտ ամեն բան օրինավոր է եւ գրված է։ Փառք Հիսուսին։ Եվ ստե գալիս է հարց, արդյոք մենք հավատարիմ ենք այն ուխտին, որ արել ենք Աստծո հետ։ Ինքը հավատարիմ է։ Ամեն ժամանակ մեր Աստված հավատարիմ է, բայց երբ որ մենք մեր հավատարմությունը ցույց ենք տալի, նրա ուշադրությունը գրավում ենք։ Ո՞վ ուզում է որ Աստծո ուշադրությունը գրավի։ Մյուսը։ Ծուր սիրտը պետք է հեռանա ինձանից։ Ասա ծուր սիրտը։ Սուրարի կողքին տասակ ծուր սիրտը պետք է հեռանա ինձանից։ Հերիքա ծուր սրտով գանք ասում։ Ու դա երևում է, ես ձեզ 100% ասում եմ, մարդու գործողություններից երևում է, հավատացյալի գործողություններից այլն քրիստոնյայի անվանած մարդու կյանքում երևում է ծորությունը։ Այն մարդը, որ չի համաձայնում Աստծո ճշմարտության հետ, այն մարդը, որ չի փափագում, չի վառվում Աստծո հետևից գնալու համար, իր հավատարմությունը ցույց տալու, երևում է, ասելով չի զբաղված եմ։ Տեր կներես զբաղված եմ, Տեր կներես պետք է աշխատեմ, Տեր կներես, գիտեք ինչքան մարդիկ կան, որոնք Աստծո կամքը մերժում են, Աստծո կանչը մերժում են, գնում են ու գնում են, այլևս հետադարձ Փառք Հիսուսին ես այսօր աղոթել եմ, Տեր իմ Աստված ամեն անառակ որդու վերադարձ եմ ուզում։ Որտեղ տեսնում ենք, խոսքով չի, գայթակղված են մարդիկ։ Օ, գիտեք, որ Հիսուսից էլ էին գայթակղվում։ Գիտեք, որ այն մարդկանց, ովքեր որ Աստծուն հավատարիմ էին, իրանց էլ են գայթակղվում։ Չկա միտեղ, որ գայթակղություն չուներ։ Գայթակղվում էին։ Ինչի ինքը ոչ թե ես։ Ինչի ինքը բարձացավ, ես ոչ, որտեղ քո սիրտը ծուռ է, իսկ նա ուղղել է իր սիրտը։ Ասա ուղիղ սիրտ։ Ասма ծուռ սիրտը պետք է հեռանա ինձանից, չարին չեմ ճանաչի, որտեղ ծռված սիրտը մոտեցնում է ոչ թե Աստծուն, այլ չարին։ Ստես դու։ Ու երբ որ ուղիղ է դառնում քո սիրտը, գալիս Աստված։ Չարը ինչ անում, հեռանում է։ Ասա ծուր սրտի հետ չարն է, ուղիղ սրտի հետ Աստված է։ Կարես կողքինիդ ասես, ուղիղ սրտի հետ Աստված է։ Փառք Հիսուսին, հաջորդ ջան։
Լավ կարդանք հիմա։ Նա, որ ծածուկ բամբասում է իր ընկերոջ դեմ, շատ վտանգավոր է։ Զգույշ եղեք սիրելիներս, որտեղ մարդիկ կան նստում են ու սկսում են խոսալ, քննարկումներ անել։ Գիտես, էսի ծառայողի կյանքում իր մոտ այդպես բաներ կա։ Գիտեք, հովը մեղավոր է։ Գիտեք, էսի այդպես է, դա բամբասանք է։ Ստես դու։ Գիտես, ինչ կարևոր է, որ դու այդպես զոհ ես անում։ Ինչ կարևոր է օրհնել քրոջդ կամ եղբորդ։ Ինչ կարևոր է սուրբերի պիտույքներին հաղորդակից լինել։ Ասա Աստծո խոսքն ասում, որ ծառայողների պիտույքներին ես պետք է հաղորդակից լինեմ։ Բարձրացա ձեռքերդ։ Ասա ես պետք է հաղորդակից լինեմ։ Ու շատ եղի, որտեղ սա քո օրհնության օրն է։ Ասա սա իմ օրն է։ Նրան կջնջեմ։ Ասա այսօր սա բամբասողներին ջնջելու եմ իմ կյանքից։ Ասա ջնջիշ դու Տեր, որ ջնջեմ այդ մարդկանց։ Ու գիտեք, եթե դու չջնջես, Աստված է ջնջելու։ Եթե դու կատարելության ճանապարհի մեջ ես ու Աստծո հետ քայլում ես, Աստված ջնջելու է այն մարդկանց, ովքեր որ բամբասում են։ Հալելույա։ Ու երբ որ Տերը խոսում էր այս տեղի մասին, ես զարմացած էի, ասում էի Տեր իմ Աստված, սա ինչ կապ ունի հավատարմության հետ, հեսա կտեսնենք։ Նա, որ ամբարտավան է աշկերով եւ հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել։ Ստես դու, հպարտ։ Ինչ կարիք կա, որ ես Աստծո համար ինչ-որ մի բան անեմ, թող անողները անեն։ Անողները արել են, ասա անողները արել են, անում են ու կանեն։ Դու քո մասին մտածի։ Հիմա դու քո մասին պետք է մտածես, որ քո անունը ամեն տեղ հիշվի։ Ո՞վ ասում որ իր անունը հիշվի ու խոսվի։ Այ գիտեք, այս ինչ մարդը, հալելույա, Աստծո համար այսինչ բանը արեց։ Աստծո մարդը այսինչ բանի պիտույքին մասնակից եղավ։ Եկեղեցաշինության մեջ մեծ զոհաբերություն տվեց։ Ո՞վ է ուզում։ Հալելույա։ Աստված աղքատից ոչ մի բան չի ուզում։ Ստեք դուք։ Աղքատից ուզում ամենակ խոնարհություն։ Բայց աղքատին հարստացնողը ինքն է։ Ասա աղքատին հարստացնողը ինքն է։ Ու միշտ աղքատները մեր հետ լինելու են։ Բայց հետո մենք տեսնելու ենք աղքատների ինչը բարձրացումը։ Ո՞վ է հավատում, որ Աստծո մեջ բոլորս հարուստ ենք։ Մենք հարուստ ենք, որտեղ ում ունենք աշխարհի ամենահարուստին, որի ձեռքում է երկինքն ու երկիրը, նա իմ մեջ է։ Ու դա իմ համար ամենակարևոր գանձն է, որ կա։ Տեսեք, նա որ ամբարտավան է աշկերով եւ հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել։ Ինչի՞ չես կարող համբերես, որովհետեւ դու հավատարիմ ես Աստծուն եւ խոնարհ ես Աստծուն։ Եվ նրա ճշմարտությունը քո սրտիդ մեջ է։ Եվ հենց այդ ճշմարտությունն է դեմ կանգնում այդ հպարտությանը, այդ հակառակությանը, որը գալիս է։ Հաջորդը։ Իմ աշկերը, հիմա տեսեք Աստված է խոսում։ Ըստ ասեց, հերու տար, հա, ես Տեր իմ Աստված, ընդունում եմ քեզ, ով է ընդունում Հիսուսին։ Ասա այսօր ես ուղղվելու եմ։ Իմ սիրտը։ Հալելույա։ Իմ աշկերը երկրի հավատալիների վրա է։ Ում վրա է։ Շուրարի կողքին տաս Աստծո աշկերը հավատարիմ մարդու վրա է։ Ով են հավատարիմները։ Գիտեք սիրելիներս, այնքան ես մի քանի տեղ եմ վերցրել հավատարիմ մարդկանց, որոնք որ Աստված ընդունեց, խոսմունք տվեց եւ միջև այսօր այդ խոսմունքները կատարվում են։ Իմ աշկերը երկրի, ասա երկրի հավատարիմների վրա են։ Փառք Հիսուսին։
Ու երբ որ մենք տեսնում ենք հավատարիմ մարդու օրհնությունը, շատերը գայթակղվում են։ Երբ որ Աստված դրդում է այդ հավատարիմներին ձեռքերը բարձրացնելու, սատանան խառնվում է իրար։ Ծուր սիրտը ինչ անում, սկսում է գործել։ Որտեղ ծրված է։ Մարդը չի մտածում, թե Աստված ինչ արեց։ Եվ Աստված ինչ արեց, ասա դու իմ համար գործ ունես անելու, շուրանի կողքինիդ ասա դու իմ համար գործ ունես անելու։ Դու պետք է աղոթես իմ համար։ Հալելույա։ Դու ուզում ես, չէ՞ որ կատարելության մեջ ապրես։ Շատերը շփոթում են, ասում են, դե Աստված սիրում է ինձ, եւ դա բավական է, բայց չեն ուզում անցնեն մյուս տեղը, որտեղ ասում է, եթե լսես ու չանես, դու խնդրեմ ունես։ Կապ չունի ես սիրում եմ քեզ։ Բայց եթե չհնազանդվես ու չխոնարհվես, դու իմ սիրուց ինքստիկյան դուրս ես գալու։ Դու ես դուրս գալու, որ Աստծո սիրը կա ու մնում է, Աստծո ծածկոցը կա եւ մնում է, Աստծո մարմինը կա եւ լինելու է։ Դու ես ինքստիկյան այդ սիրո միջից դուրս գալի, որովհետեւ դու եղբորը չես սիրում, քրոջը չես սիրում, Աստծուն չես խոնարհվում, քո ավակին չես խոնարհվում, չես անում այն ինչ որ քեզ ասվում է, այլ դու ինչ ես անհոգ ապրում ես։ Այսօր ո՞րն է։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Այսօր ես ուղղված գնալու եմ։ Որտեվ Աստծո աշկերը հավատարիմների վրա է, որ ինձ հետ բնակվեն։ Ում հետ բնակվեն։ Ով։ Փառք Հիսուսին։ Ով Աստծո հետ բնակվում։ Հավատարիմ մարդիկ։ Ով Աստծո հետ իսկ կարողանում գնալ։ Հավատարիմ մարդը։ Ով է իր քրոջը ու եղբոր համար կանգնած, որ ինձ հետ բնակվեն եւ անմեղ ճանապարհ գնացողը ծառայե ինձ։ Ով է ուզում Աստծուն ծառայի։ Եթե մարդ անմեղ ճանապարհով չի գնում, ինքը չի կարա ծառայի Աստծուն։ Սա պայման է։ Եթե դու չես ուղղվե, չես հեռացրե այն ամենը, ինչ որ ստեղ խոսվում է քո շրջից ու չես զզվում այդ ձևի մարդկանցից, դու չես կարա ծառայես իրան։ Փառք Հիսուսին։ Մի պատմություն եմ ուզում կարդամ։ 3-4 պատմություն, որ Տերը դրել է իմ սրտիս մեջ, որ այսօր կիսվեմ։ Հիմա հասկանալի է ում հետ Աստված բնակվում ու ով Աստծո հետ բնակվում։ Եվ խոսքը ասում է, թող ոչ մեկ ձեզ չխաբի։ Ծուր սիրտ ունեցողը, ճանապարհները ծռողը իմ հետ չի կարա ապրի։ Ու չի կարա ինձ ծառայի։ Ծառայության համար Աստված ինչ ունի մեզ։ Ասա պայման, որտեղ իր աշկերը ում վրա են, հավատարիմ մարդկանց վրա է։ Փառք Հիսուսին։ Անմեղ ճանապարհ գնացողը ասա անմեղ ճանապարհ գնացողը։ Չի ասում քո ուզած ճանապարհով կգնաս ու կծառայես ինձ։ Չկա այդ ձևի բան։ Ու չեք էլ կարա ծառայեք, եթե դուք չմտնեք արդարության ճանապարհի մեջ եւ արդար լինեք ու հեռացնեք ծուր սիրտը ձեզանից։ Հիմա մենք պետք է քննենք, որտե՞ղ է ծռված։ Որտե ծռվեցինք։ Որտե սատանան մեր հավատքի վրա խփեց ու իրան հաջողվեց մեզ ծռել, մեր սիրտը ծռել։ Չասես չէ, չկա այդ ձևի բան, վա, ես այնքան արդար եմ, ես սուրբ եմ, մաքուր եմ, չկա այդ ձևի բան։ Հիշիր որտեղից ընկար, հիշիր որտեղից ծռվար։ Այսօր ծուր սիրտը հեռացրա քեզանից։ Ով է ուզում։ Ես ուզել եմ։ Ես խնդրել եմ։ Հանգած Տեր Աստված չթույլ տաս, որ իմ սիրտը ծռվի ինչ-որ մեկի նկատմամբ։ Որտեղ եթե ինչ-որ մեկի հանդեպ իմ սիրտը ծռվում է, դա նաև ծռում է Աստծուն նկատմամբ իմ հարաբերությունը։
Որտեւ Աստված նայում է մեր փոխհարաբերությանը։ Ու ես այնպես միաբան եմ, հալելույա, չկա այդ ձևի բան։ Սուտ մի խոսա։ Միաբան մարդը ծառայում է միջև վերջ ասում ու իր հետևից գնում անդե որտե ինքն է։ Անկախ ամեն ինչից։ Իսկ մենք սովորել ենք փափուկ բարձերին։ Վայ, հանգստանամ։ Թույլ տուր քո հետևից գամ, Հիսուս, ես աղաչում եմ քեզ, թույլ տուր քո հետևից գամ։ Ու գիտես ինչ ասեց։ Աղվասները որջեր ունեն, թռչունները բույներ, բայց մարդի որդին գլուխ դնելու տեղ չունի։ Երբ որ դու գլուխ դնելու տեղ ես արդեն գտնում, հարմարվում, Հիսուսը գնում է, որտեվ ասում է, այս բանը թող, չէ, էսի շատ կարևոր է ինձ, այս ժամը դու ինձ, չէ, կարևոր է, բարեկամս ավելի կարևոր է, քան թե դու։ Մի կարևորի այդ ամենը ինչ որ քեզ ծռում է։ Դե լավ ոչինչ է, ինչ կապ ունի, այսօր գնաց եկեղեցի մի գնա։ Գիտեք ով է շշնջում։ Սատանա։ Արեք անունները իր անուններով կոչենք։ Կա սատանա, որը ուզում է մաղի քո հավատքը։ Դու հավատում ես Աստծո խոսքին։ Հիմա արեք նայենք։ Հիմա ես եկել եմ, որ քո հավատքը բարձրացնեմ։ Ով ասում որ իր հավատքը բարձրանա։ Ուշադիր եղեք այստեղ։ Ես ուղարկված եմ Աստծուց քո հավատքը բարձրացնելու համար։ Փառք Հիսուսին։ Եվ ով որ ուզի իր հավատքը բարձրանա, Աստված կբարձրացնի։ Ով որ չուզի, չի բարձրացնի։ Դու ես որոշողը։ Շուրայի կողքին տասը դու ես որոշողը։ Ով որոշում ունի, որ հավատքը բարձրանա։ Հալելույա, հավատքը լսելուց է։ Փառք Աստծո։ Խնդրում եմ ստեի բաները անջատեք։ Հալելույա։ Լուկաս 22:31։ Ասա Տերը միշտ խոսացել է, խոսում է ու խոսալու է։ Հալելույա, Լուկաս Ավետարան 22:31։ Եվ Տերը ասեց. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղե ցորենի պես։ Սատանան միշտ ուզում է, ում? Չի ասում աշխարհին։ Ասա սատանան միշտ ուզում է մաղի մեզ։ Մեզ։ Սիրելիս, մեզ, բոլորիս։ Ինքը ուզում է ինչ անի, մաղի։ Հեռացնի, առանձնացնի։ Ցորենի պես։ Ո՞վ է տեսել, որ ցորենը մաղում են։ Հետո հաջորդը։ Բայց ես աղաչեցի քեզ համար, ասա Հիսուսը իմ բարեխոսն է։ Նորից ասա Հիսուսը, առաջինը Հիսուսը իմ բարեխոսն է։ Ասում է աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի։ Փաստորեն, երբ որ սատանան սկսում է գործել, մարդու հավատքը ինչ անում, պակասում է։ Ու մենք տեսնում ենք, եթե սատանային հաջողվում է մարդուն հեռացնի միաբանությունից, հեռացնի սիրուց, հեռացնի խոնարհությունից եւ հավատարմությունից, ուզես թե չուզես քո հավատքը ինչ անելու, ով է պակասեցնողը, ասա սատանան պակասեցնում է, բայց Աստված ավելացնում է։ Ով է ուզում այսօր ավելանա իր հավատքը։ Ու նայեք, բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի։ Ձերը դիր կողքինիդ վրա ասա, ես խնդրում եմ Հայր, որ իմ եղբոր կամ իմ քրոջ հավատքը չպակասի։ Շատ կարևոր է մարդկանց աղոթքը ուղիղ սիրտ ունեցողների։ Եվ երբ որ դու դառնաս եղբայրների հաստատիչ,
Հալելույա։ Գիտեք ում էր ասում Պետրոսին։ Նրան ում ընտրել էր հովվական ծառայության մեջ։ Ու առաջինը իրան ասեց, սատանան ուզեց, 100 անգամ ուզելա, 1000 անգամ ուզեցելա, իմ հավատքը ինչ անի, պակասեցնի, ու ես տեսել եմ դա, ես զգացել եմ դա, բայց ես չեմ տրվել դրան, ես չեմ տրվել սատանայի հնարքներին, ես չեմ նայել իրավիճակներին, այս նայել եմ նրան, ով որ իրավիճակներ փոխողն է, դա մեր Տիրն է։ Ով է ուզում իր հայացքը այսօր հարի նրան, ով որ իրավիճակներ փոխողն է։ Եվ դու, երբ որ դառնաս եղբայրներիդ հաստատիր, գալիս ես վառված, ասում հալելույա, Աստված բարձրացնում է, Աստված գործում է, մենք պետք է ծառայենք իրար հետ, մենք պետք է ավետարանը տարածենք, մենք պետք է աղոթենք մարդկանց համար, մեկը տեսնում ես քնած վիճակ։ Արձագանք չկա։ Զբաղված ենք։ Հիսուս ժամ մենք զբաղված ենք։ Մենք ուտելու, խմելու կարիք ունենք։ Մենք զվարճանալու կարիք ունենք։ Մենք հանգստանալու կարիք ունենք։ Գիտեք մի բան ես ուզում եմ ձեզ հավատարմության մասին, որ Տերը ցույց էր տալի։ Գիտես, մարդիկ այնքան հավատարիմ էին ասում Ներոնի ժամանակ, երբ որ նրանց վառում էին, չէին ուրանում։ Երբ որ նրանց գիտես առուսները փրթում էին ընտանիքներով, նրանք Հիսուսի անունն էին կանչում։ Ու Տերը խոսաց. Արդյոք իմ ժողովուրդը պատրաստ է այդ մեծ զորությանը։ Այսօր մի բան ասենք, ոյ ոնց կլինի ոտով գամ, պարտադիր պետքա փափուկ գանք, տակ գանք։ Ճանապարհ, ասա ճանապարհ, որ մենք պետք է անցնենք իրար հետ։ Իզողոցերի մեջ անապատ դժվարություն, թշնամիներ, բայց ես ասեմ թշնամին դողում է, երբ որ տեսնում է Քրիստոսին, բանակի առջևում գնացող, ասա մեր առջևից Հիսուսն է գնում։ Ես սատանան սարսափած է։ Վայ ինձ պետք չի լսել այս քարոզը, ես չեմ ուզում լսեմ այդ քարոզը։ Չես լսի այսօրվա քարոզը, ոչ մի բան չես հասկանա ու նույն ծուր սրտով կգնաս տուն։ Ստես դու, ամեն քարոզի ժամանակ Աստված ուղղում է մեզ, հավատքը բարձրացնում է, որ այսօր դու գնաս հավատքով հռչակես, ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա, որտեղ Տերն է իմ հովիվը։ Օ, մանվաշուկից զորում եմ Տեր, բայց գիտեմ դու այնտեղ ես ու դու ես ազատելու ինձ։ Օ Տեր իմ Աստված հիվանդությունը հարձակվել իմ վրա, հալելույա, կանչում ես եկեղեցու երեսներին, յուղով ոցում են եւ բժշկվում ես։ Արեք ապրենք Աստծո խոսքով։ Կաս թե մարդը որ ուզում է ապրի մասը։ Այս եկեղեցուն տեղ չի լինելու նստելու, որտեղ Տերը այնպիսի հրաշքներ է անում մարդկանց կյանքում եւ ես հավատում եմ մեկի փրկությունով հազարավոր մարդիկ են փրկվելու։ Դե դու նստի քնի։ Քնի։ Փափուկ բարձի դիր գլուխդ։ Հիմա կասես հովվեշ ինչ խիստ բաներ է խոսում, հովվե չի խոսում, Աստծո խոսքն է խոսում։ Դե Տեր ջան, դու ինձ սիրում ես, ասում է, բա դու ով է Հիսուսին սիրում։ Մենակ շուտ չասես։ Սիրում ես ինձ։ Գանց ասում սիրում ես ինձ։ Հալելույա։ Դե Տեր սիրում եմ, գնա ծառայ, ուր ես։ Արի աղոթի, ուր ես։ Սիրում եմ քեզ Հիսուս ջան։ Բայց նստես բամբասանք եմ լսում։ Սիրում եմ քեզ Հիսուս ջան։ Մեկ տենում եմ մեկ հակառակված եկել է, այս հովիվի քարոզը գիտես, ինձ էր վերաբերում գնացել է, մի շաբաթ պարապել է եկել է իմ դեմ։ Էդ ով է քեզ խաբում։
Ով ազում հավատքը բարձանա։ Բարձացա ձեռքերդ։ Ասա Տեր, ես հավատում եմ, որ իմ հավատքը բարձանալու է։ Որ ոչ մեկը չի կարող ինձ խաբի։ Ես ուզում եմ ուղղվեմ։ Հալելույա։ Սիրում եմ ձեզ։ Եվ որ հետ դառնաս եղբայրներիդ ու քույրերիդ հաստատիր։ Ով ազում հաստատվի հավատքի մեջ։ Հիմա ես եկել եմ, ուղարկված եմ։ Ուզեն, չուզեն։ Աստված ինձ ուղարկես խոսքով։ Ուզելա սատանան մաղի ձեզ։ Ուզում է մաղի ձեզ։ Բայց ես խնդրեցի հորը։ Հալելույա, որ ձեր հավատքը ասա իմ համար բարեխոսության աղոթք է բարձրացված։ Նորից ասա այսօր Հիսուսը իմ համար բարեխոսել է։ Որ իմ հավատքը չպակասի։ Հիմա ինձ էլ ուղարկել է։ Արդեն աղոթված է։ Արդեն խնդրվածքը երկնքում է։ Ինձ էլ ուղարկել է, որ ես բարձրացնեմ այդ հավատքը ձեր մեջ։ Դրա համար դու պետք է լսես, խոնարհվես, հնազանդվես ու անես։ Կաս թե մարդը որ ուզում է այդ ամենը անի։ Փառք Հիսուսին, լավ է։ Ամեն բան լավ է։ Ես հավատարիմ եմ լինելու։ Գիտես, երբ որ մենք աղոթում ենք, համ նույն բանը ես ստացամ, համ կինը ստացավ, որ մենք պետք է վերցնենք մի ամսյակ հավատարմության, ոչ թե միայն խոսքն է խոսվելու այստեղից, այլ նաև գործողության։ Ստես դու։ Աստծո աշկեր, ասա Աստծո աշկեր, հավատարիմների, եթե հավատարիմների վրա է, ուրեմն ինքը նայելու է քո գործերին։ Ո՞րն է քո գործողությունը։ Փառք Հիսուսին։ Եղբայրներիդ հաստատիր։ Շուրաների պտվի կողքին տասա դու պետք է հաստատվես այսօր։ Հավատքով։ Ամուր կանգնես։ Հալելույա։ Հիսուսը չէր կարա սաղին կանչեր։ Դու ստես։ Կարար լրիվ աշակերտներին կանչեր, ասեր, տղերք, սաղի վրա հարցակում կա, բայց խինց Պետրոսին կանչեց, ու խինց Պետրոսին ուղարկեց, որ իր աշակերտների հավատքը բարձրացնի։ Ես շատ էի հարցանի, ինչի Տեր, սաղին կանչեիր ասեիր, ինչի անձնական, ու ես հասկացա, որ կա երկնքից տրված բաներ, որ բոլորին չի վերաբերվում։ Դա կյանք է, եւ դա անցած ճանապարհ է, որ Աստված տեսնում է, վստահում է։ Փառք Հիսուսին։ Ու ես աղոթում էի շատ Տեր, թող այն անառակ որդիները, որ այսօր չեն հանդիպել այն խոզերի կերակուրին, հետ դառնան։ Թող չհասնի այդ իրավիճակը։ Դու հավատում ես Աստծո խոսքին։ Ասում եմ վերցրեց ու տարա որդ է օգտագործեց աշխարհի մեջ հաճույքների այսօր էլ գնա քեֆ արա այսօր էլ գնա կաֆեներում նստի ուրախացի բա հետո բա Աստված ում հետ ես դու խաղում ասո ասում եմ ես իմ փառքս ոչ մեկին չեմ տա։ Իմ անունը զուր տեղը չհնչեցնես։ Եթե դու հավատարիմ չես ինձ։ Գիտես հավատարմության համար ինչքան նեղություն են քաշում։ Ստես դու։ Այնքան են նեղում են ու նեղելու են, բայց մենք հավատարիմ եղել ենք բոլորի հանդեպ, բայց առաջին Աստծո հանդեպ կանք ու լինելու ենք հավատարիմ։ Փառք Հիսուսին։ Ու հենց հավատարմության գործողության հետևում շատերը գալիս են նեղում են։ Անես բաներ ես լսում, անես բաներ ես տեսնում, մենակ լսել է հեչ։ Բայց տեսնում ես։ Դա է ամենավատը։ Ես սիրում եմ, ես հավատարիմ եմ։ Բա ուր ես։
Վերջում մի հատ վկայություն կտամ, որ այս 2-3 օրվա մեջ կատարվեց իմ հետ, իմ ծառայության մեջ, ու ես հասկացա մի բան, իմ ծառայությունը մենակ ստեղ չի սահմանափակվում։ Իմ ծառայությունը սա այնտեղ է, որտեղ որ մարդը գնում է կործանման, այնտեղ է։ Ասում եմ, վայ քեզ, եթե դու գիտես անել, բայց չես անում։ Եթե դու գիտես բարին անել ու չես անում, դու մեղավոր մարդ ես։ Եթե դու գիտես, որ հավատարիմ մարդու օրհնությունները շատ են, բայց դու հավատարիմ չես, դու մեղքի մեջ ես։ Թող ոչ մեկ քեզ չխաբի։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ասա այսօր օրն է։ Ասա ուղիղ սիրտ։ Այնքան ուրախ եմ հիմա, որ կարողացամ ճեղքեմ։ Ես մտածում եմ, ասում եմ, հանգած Տեր իմ Աստված, որտեղ եղել է դեպք, երբ որ Աստված ուղղորդել է, դու տեսել ես, հա, հարցակումը, ոնց է, դալիճից հարցակումը գալի քո վրա։ Գիտեք, որ ամեն բան Աստված տեսնում է, բայց հիմա ես տեսնում եմ ուրախ եմ, որ ճիշտ ասում եմ քեզ, որ չեմ գալի շոյեմ ասեմ, գնա, փող աշխատի, մենակ 10 նորդ բեր, զաբերություն արա, երբեք չսպասես այդ ձևի բան, որ ասեմ։ Ասում, որ մեր փողերն է պետք, ոչ մեր ոսկին ու արծաթն է պետք։ Գիտես ինչն է պետք ասում։ Մեր հավատարմությունը, մեր ուղիղ սիրտը։ Խոսքն ասում է ուղիղ սիրտ ունեցողները ասում, ինչ կանեն։ Մաքուր սիրտ ունեցողները։ Տեր, մաքուր սիրտ ստեղծի իմ մեջ։ Գիտես շատ է ուրախացել, ասում է Տերը, գիտես վկայություն զգում եմ, որ Տերը ինձ նոր սիրտ ա տվել, հալելույա, մեկ էլ հարցակում։ Գիտես, ուզում եմ աղի քո հավատքը։ Այս թեման, որ Աստված դրեց իմ սրտի մեջ, հենց այդ ժամանակ էր, երբ որ ես զգում էի, Տեր նոր սիրտ ա, հարցակում եկել ա, որտե Աստծո տված նոր սրտի վրա։ Ստես դու։ Ես վկայում եմ, ես ասում եմ, որ ես չեմ զգում, բայց հետո զգացնել ա տալի իրան, ինչի համար, որ իմ հավատքը ինչ անի, չի կարա։ Հիսուսի զորավոր անունով, ասա Քրիստոսի զորավոր անունով, իմ հավատքը չի կարա մաղի։ Ես քոնն եմ Հիսուս ջան։ Հալելույա։ Ու տեսեք ինչ ասում, նա էլ ասեց նրան, Տեր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մանր գնալու, եւ նա ասեց, ասում եմ քեզ Պետրոս, այսօր հավը չի խոսին, մինչեւ որ դու 3 անգամ ուրանաս, թե ինչ չգիտես։ Ասա Աստված գիտի ամեն մեկից։ Խոսանով չի։ Ըստ ուրիշ բան ենք ցույց տալի, գնում ենք ընդ բամբասում ենք։ Ըստ ցույց ենք տալի, որ սիրում ենք, բայց գնենք այն մյուս տեղը ինչ ենք անում, փնովում ենք։ Քննադատում ենք։ Մեկ եկել էր մի հատ մեծ ծառայողի քննադատում ա։ Բա գիտես, ինքը իշխանություն բանացնում, եկեղեցում, ինքը ստենց, ինքը նենց, ասի, հələ արի մի հատ նայենք, էլի։ Իրա ծառայությունը օրեկան եկեղեցիներ են բարձանում, ու քո ծառայությունը ամբողջ տարվա մեջ քանի հոգու ես քարոզ է բերե եկեղեցի։ Այդ չանողը որ խոսում ա, այդ ես դու, գիտես, շատ վատ ես զգում քեզ։ Ես Քրիստոսին եմ։ Քրիստոս ասեց, ով որ հավատաց, այս նշանները նրանք հետևեն։ Գնացեք ամբողջ աշխարհով մեկ այս ավետարանը քարոզեց։ Քանի հոգու ես քարոզե, որ հələ քննադատում ես նրան, ով որ քարոզել ա ու բերել ա մարդկանց։ Ով է համաձայն իմ հետ։ Դու գնա քեֆ արա, քո համար ապրի, հետո քննադատի նրան, որ Աստծո համար ճգնում ա։ Ու քո համար անդադար աղոթում ա։ Հələ մի բան էլ հակառակվում ես։ Ոյ, ինքը։ Հələ մի օր ասեցի, այդ մարդու տեղը էլ, այդ հովվի տեղը, դու կարաս ըննես, մի օր։
Հրետես ինչքան եկեղեցին է, հազարավոր մարդիկ են փրկվել ու փրկվում են։ Դու ինչ ես արել։ Ասա Տեր, ներիր ինձ, ուղղիր իմ սիրտը։ Բարձրացած ձեռքերդ ասա Տեր, ուղղիր սիրտ եմ ուզում։ Ուղղիր իմ սիրտը, որ ես ուղիղ լինեմ քո հետ։ Հալելույա։ Գիտես մի անգամ մի հատ sense դեպք եղավ, մեկ եկավ, համբուրեց, ու գիտես մի հետաքրքիր բան Սուրբ Հոգին խոսած, Հուդայի համբույրը, հիշիր։ Ինչով, գիտեք, երբ որ մենք իրար գրկում ենք համբուրում ենք, դա պետք է լինի սուրբ համբույր։ Ստես դու, անկեղծ, մաքուր, ոչ թե Հուդայի համբույրը։ Ըստ համբուրում է գնում անդե բամբասում է։ Ըստ համբուրում է գնում անդե հակառակվա խոսում։ Ըստ համբուրում անդե քննադատում է։ Զգուշ եղեք։ Բարձրացած ձեռքիդ ասա ուղիղ սիրտ Տեր։ Փառք Հիսուսին։ Ով ազում որ այսօր աղոթենք իր համար։ Ասա ուղիղ սրտով եմ գնալու։ Անմեղ ճանապարհով։ Իմ տուն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Կաս թե ուրախ մարդ։ Արեք ծափարենք Տիրոջը։ Հալելույա։ Փառք, փառք եւ ողջ փառքերը քեզ։ Ողջ փառքերը քեզ։ Հալելույա։ Նստել են ծառայողի հարցերն են քննարկում։ Հայ մարդ հավատարիմ եղի, մի նեղի այդ մարդուն։ Ծառայողին մի նեղի, դու չես անում նստի հանգիստ տեղդ։ Մի քննարկի նրան։ Նրա հավատարիմ մարդու վրա Տիրոջ աշկերը հետևում են ամեն օր։ Թեկուզ մեղք էլ գործի, Աստված այդ մեղքից անելու է։ Որտեղ ինքը Աստծո հետևից է գնում։ Այդ մեղքն էլ որ գործվում է կամ սխալը որ լինում, դա քո համար է։ Որ քո սիրտը տեսնի մաքուր է, ազատ ես, ճիշտ ես դու։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Մարկոս 14։ 14-ի 3-րդ խոսքից։ Այսօր շատ բան ունի ասել, բայց ժամանակ չունենք, որտեղ ուզում եմ աղոթեմ ձեր համար։ Ասա ես հավատարիմ եմ լինելու Տեր, խոստանում եմ։ Ուխտը ուզում եմ վերականգնեմ քո հետ։ Ոչ թե կողքից խոսածող նայում, վտանգում եմ, հալելույա։ Փառք Հիսուսին։ Եվ երբ որ Բեթան էր Սիմոն Բորոտի տան սեղան նստած էր, հալելույա։ Ում տուն է։ Սիմոն Բորոտի Աստված բժշկել էր, կանչել էր, որ պատիվ տա, սեղան էին նստած։ Մի կին եկավ, որ մի շիշ ազնիվ թանկագին նարդոսի յուղ ուներ, եւ շիշը կոտրեց եւ նրա գլխի վրա թափեց։ Ում համար արեց Փառք Հիսուսին։ Տեսեք հաջորդը։ Այս ժամանակ դա շատ մեծ գին ուներ։ Ու ստե մենակ Աստծուն հավատարիմ մարդը կարա մեծ այդ ձևի զոհանի։ Ստես դու Հիսուսին սիրող, Հիսուսին գիտես պատվող մարդը։ Բայց կային ոմանք, որ իրենց մեջ դժվարացան։ Ստես դու Տերը կոնկրետ ցույց է տալի, ես երեք աղոթում եմ, Տերը այս տեսարանը իմ մեջ ցույց է տալի։ Այս ինչքան քարոզվելու է, միշտ Աստված բերելու է իր այդ տեսարանը ցույց տա։ Մարդկանց, որ բացատրի եղելությունը ինչ որ կատարվեց դե։ Ասում է, բայց կային ոմանք, որ իրենց մեջ դժվարացան, ով ասում Հիսուսին հետևողները, աշակերտները։ Ինչ արեցին։ Գիտես ինչքան
Մարդիկ կան, որ երբ որ ճիշտ բան ես անում, իրանց համար դժվար է թվում։ Ես խիստ են արեց հովիվը, ես խիստ են արեց սա, ես ինքը արեց։ Դժվարացան, ասելով, ինչի համար ես եղավ յուղի այդ կորուստը։ Թափվեց վրեն, գնաց։ Երբ որ թափվում է գետին, ինքը իր գինը ինչ անում։ Բայց մարդու վրա թափված գինը Աստված հիշում է։ Հաջորդը։ Որտեվ կարելի էր դրան 300 դահեկանից ավելի թանկ ծախել եւ աղքատներին տալ։ Եվ շատ հանդիմանում էին ում վատ բաներ արել։ Այս կինը լավ բաներ արել։ Մենք գիտենք, որ այդ թանկ բանը բերեց լցեց Հիսուսի վրա, շատերի համար նեղվեցին։ Խի։ Ինչի։ Կարեներես իստեց աներ։ Դու ով ես, որ Աստծո ծրագրերը փոխես։ Հաջորդը։ Հանդիմանում էին։ Ես խիստեց արեցիր։ Գիտես չանողը, անողին միշտ ինչ անում, հանդիմանում է։ Ու իրան նեղված ազգում։ Ինչքան նեղվես, այնքան վատ քո համար։ Մի քիչ բացվի։ Հիսուսն էլ ասեց, ասա Հիսուսն է ասում։ Հիմա լսենք Հիսուսի խոսքերը։ Աշակերտները նեղվեցին, իրանց վատը զգացին, որ ինչ որ մեկը մեկին օրհնություն ա տվել։ Օրհնելա։ Դու լավ դե, ինչի համար էս օրհնությունը եղավ, ինչի օրհնեցին։ Հիմա ասեմ Հիսուսն ինչ ասում։ Թույլ տվեք դրան։ Ասա միշտ Աստված օրհնող հավատարիմ խոնար մարդուն ընդունում է։ Ով ազում ընդունվի այսօր։ Թույլ տվեք դրան ու հարց է տալի։ Ինչու եք նեղություն տալիս դրան։ Ասա Հիսուսը հավատարիմ մարդու պաշտպանն է։ Ինչ ես նեղություն տալի։ Գիտես ինչքան է եղել, որ ես տվել եմ ասում ու ես տեսել եմ, որ այո, Հիսուսը իմ համար խոսացել է։ Իմ պաշտպանը ինքն է եղել։ Շաբաթը լի է աղոթքներով եւ հավաքույթներով, այնպես որ հետևեք մեզ մեր սոցիալական հարթակներում, որպեսզի ոչինչ բաց չթողնեք։